Պարոն Զուրաբյան, երեք նշվում էր իշխանությունը այստեղ էր եկել ընդունվել էր հայտարարքը, որ հունվարի 27-ը բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակի օրն է, զրուցում են քաղաքացիների, մարդկանց, նաև զոհվածների ծնողների հետ, ասում են ինչու հենց հունվարի 27-ը եւ ինչու երկու օր կարծես գալիս են եռաբլուր։ Իշխանությունը երեք եկավ, այսօր ընդդիմությունը, տարբեր մարդիկ։ Դե ես դրա մասին եմ արտահայտվել, ըստ էության բանը այդ օրը ուղղակի իրեք ես համարում եմ իշխանության կողմից մեծ սրբապղծություն, որ այդ օրը իրենք հիմնադրել են, այսպես ասած, որովհետև այդ են մարդիկ են, ովքեր ում պատճառով եւ ովքեր զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանքը։ Իրենք են զոհաբերել։ Իրենք են ասել, որ մենք գնում ենք չգնացինք կարգավորման, որովհետև մեզ պետք էր, որ մեզ դավաճան չասեն։ Հետո էլ վերսան փոխեցին, ասեցին, որ մենք չգնացինք կարգավորման, որպեսզի կայանա երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հաշտությունը Ադրբեջանի հետ։ Անցյալ տարվա ուղերձն է Փաշինյանի։ Հիմա այդ մարդիկ, որոնք ասում եմ, զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանք, իրենց քաղաքականությամբ, իրենց իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ակնկալիքները արդարացնելու համար։ Այդ մարդիկ հիմա գալիս են օր են հիմնադրում այդ իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը հարգելու համար։ Ես կարծում եմ սա սրբապղծություն է։ Պարոն Զուրաբյան, դուք հայտարարեցիք ձեր համագումարներ, չէ՞։ Համագումարին։ Համագումարներ, չէ՞, վերջինը, որ հայտարարվեց ձեր տեխնացիության մասին։ Չէ, դա համագումարին չենք հայտարարել, դա հետո որոշում կայացվեց։ Հա, ամեն դեպքում դուք այդ օրը հայտարարեցիք, որ ձեր տեխնացիության մասին հայտարարելու զուգահեռ, որ սկսում եք նաև քաղաքական դաշտի այդ քննարկումներ, հնարավոր միավորումների կապից բավականին անցել է, պարոն Զուրաբյան, ինչ որ հստակություն կա քաղաքական ուժերի հետ բանակցություններից արդյունք կա եւ այդ օրը ասացիք, որ դեռ անուններ չեք տա, ում հետ ինչի շուրջ եք բանակցում։ Կարող եք այսօր ասել, օրինակ կան ուժեր, որոնց այդ բանակցությունները արդեն արձանագրել եք, որ արդյունք չեն տալիս։ Ախր ես 100 անգամ ասել եմ, միջև արդյունք չլինի, ոչ անուն եմ տալու, ոչ խոսելու եմ այդ process-ի մասին։ Հազար մի բան խոսում ենք, բանակցում ենք, բայց եթե արդյունքը դեռ չկա, ինչի մենք դրա մասին խոսենք։ Արդյունք կլինի, խոսենք։ Իդեպ ես ձեզ մի բան ասեմ, այո, մենք կարծում ենք, որ միավորումները կբերեն ավելի արդյունավետ պայքարի, բայց մենք նաև չենք մոռանում, որ չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ միգուցե դա չլինի այդ համախմբումը։ Եվ մենք ունենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, մեր ասելիքը, որը իրավունք չունենք չներկայացնենք մեր ժողովրդին։ Իսկ ըստ ձեզ այդ համախմբումը, եթե ի վերջո չստացվի, այսինքն այնքան լայն, ինչքան որ հիմա տարբեր գործիչներ, այդ թվում դուք նշում եք, դա կնվազեցնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հավանականությունը։ Իհարկե ավելի արդյունավետ կլինի ու հենց դրա համար էլ մենք այդ համախմբման մասին խոսում ենք, իհարկե ավելի արդյունավետ կլինի, եթե այդ համախմբումը կայանա։ Բայց ես չեմ կարծում, որ եթե չի կայանում, ինչ որ մենք պետք է հուսահատվենք, համարենք խաղը արդեն տանուլ տրված եւ այլն, ոչ։ Չէ, նկատի եմ հավանականությունը կնվազի ավելի հաջողության հասնելու, այսինքն հեռացնելու դրա։ Ով կլուծեինք դրա մեջ։ Մինչև Փաշինյանի հեռացման խնդրի։ Ով կլուծեինք դրա մեջ։ Մինչև Փաշինյանի հեռացման խնդրի գալը, լուծմանը գալը, շարունակում են process-ները գեոպոլիտիկ, Հայաստանի Հանրապետությունը ասում են, որ բանակցում են խաղաղության շուրջ, ինչու Ադրբեջանը մինչ այս պահը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել այսպես կոչված պայմանագրի, խաղաղության պայմանագրի, նախաստորագրված համաձայնագրի վերաբերյալ ստորագրելու է թե ոչ, ըստ ձեզ ի վերջո այդ ստորագրության ականատես կլինենք, թե ամեն դեպքում այս ձգձգումը ունի իր պատճառները եւ Ադրբեջանի երկարաժամկետ պլանների մեջ է մտնում։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է։ Չնայած մեր բոլոր զիջումների,
չնայած այն հանգամանքի, որ մենք ընդունել ենք ամեն ինչ, ինչ որ իրանք մեզ թելադրել են, իսկ մեր կողմից ոչ մի բան չի ընդունվել, Ադրբեջանը իր ստորագրությունը վերջնական այդ խաղաղության պայմանագրի տակ չի դնում։ Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև մեծ հաշվով Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը։ Նրանք ծրագրում են դա, նրանց հակահայկական, հայատյաց համակարգային պրոպագանդան խոսում է դրա մասին։ Իսկ ամերիկյան ներկայությունը ինչի մասին է։ Դուք նկատում եք թրիփը։ Այո։ Երաշխավոր չեն, թե ուղղակի վկա են, միջնորդ են, ինչ են։ Չէ, թրիփը դա իրականում գործարք է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև, որովհետեւ ըստ էության այդ գործարքի ամբողջ իմաստը այն է, որ Հայաստանի տարածքով պետք է ապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Ամեն դեպքում ասում են սուվերենության խնդիր։ Հիմա մենք դա վերլուծել ենք, էլի ներկայացրել ենք արդեն հանրությանը, որ մենք տեսնում ենք, որ իրականում չնայած այդ փաստաթղթի մեջ ամեն նախադասության մեջ ճխտած է ինքնիշխանության մասին դեկլարացիա, այնուամենայնիվ այդ ինքնիշխանությունը չի պահպանված։ Ամենակարևոր կետը, որի մասին մենք խոսում ենք, հետևյալն է, որ Հայաստանի կառավարությունը բացառիկ լիազորություն է տալիս թրիփ զարգացման ընկերությանը 100 տարվա ընթացքում այդ տարածքում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ, որևէ բան նախագծելու, կառուցելու, պլանավորելու եւ այլն եւ այլն։ Ինչը նշանակում է, որ եթե այդ կետը չփոխվի, իսկ դա դեռ իրավական ուժ չունի, եթե այդ կետը չփոխվի, դա նշանակում է հետեւյալը, որ Հայաստանը օրինակի համար չի կարող սուվերեն որոշում ընդունել նրա մասին, որ կառուցի երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանի հետ։ Դուք եթե իշխանության մասին եք, այդ կետը կփոխվի եւ որն է ձեր այլընտրանքային օրակարգը, որովհետեւ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ընդդիմությանն են մեղադրում հակնդիր, հակադեմ օրակարգեր չբերելու եւ դաշտում այսպես դատարկություն թողնելու Փաշինյանի վետորաբանության համար։ Այդ ամենամեծ կեղծիքն է, որ իշխանությունը տարածում է մեր մասին, որովհետեւ իրենք ասում են, որ լավ թե վատ, հա, պարտվել ենք, ջարդվել ենք, ինչ ենք արել, հիմա խաղաղության ծրագիր ունենք ու մենակ մենք ունենք եւ ալտերնատիվ չկա։ Սա մեծ սուտ է, որովհետեւ կոնկրետ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել TRIP plus BRICS պայմանական անունով ծրագրով, որի գլխավոր գաղափարը հենց դրանում է կայանում, որ մենք պետք է միջազգային կոնսորցիում ստեղծենք, որը այդ TRIP-ի ուղուն, որը սպասարկելու է բացառապես Ադրբեջանի շահերը եւ աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնների շահեր, որոնք շահագրգռված են, որ Թուրքիան կապի, ասենք, բանի Միջին Ասիայի հետ։ Հա, մենք դրան պետք է ավելացնենք այն ինչ որ մենք կոչում ենք BRICS-ի կոմպոնենտը, այսինքն միջազգային կոնսորցիում, որը պետք է սարքի Հայաստան-Իրանին կապող երկաթուղի։ Ըստ էության Հայաստանի միջոցով Սևծովը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի։ Դա շատ լավ մշակված պրոյեկտ է, 3.2 միլիարդ դոլար գնահատված, չինական մասնագետների կողմից մանրամասն գծագրված։ Այդ մենք ունենք մեր ձեռքում դա եւ մենք իշխանության գալուց առաջին խնդիրը դրելու ենք հենց դա, որ վերականգնենք աշխարհաքաղաքական բալանսը, ստեղծենք, այո, մենք հասկանում ենք, որ միջազգային պարտավորություններ կան, մենք չենք կարող դրանք մերժել, մենք չենք կարող պայթեցնել խաղաղության process-ը Հայաստանում, Հայաստանի շուրջ, բայց մենք կարող ենք բարելավել ու առաջին հերթին վերականգնելով մեր ինքնիշխան իրավունքը։ Ի վերջո ես հարց տամ, էլի, պարոն Զուրաբյան, դուք խոսում եք ձախողումներից, օրինակ Փաշինյանն էլ գրել է, ասում է վերջին տարիներին այն թվով ռազմատեխնիկա, պարամետրերով, որակով ձեռք է բերվել, որ երբևէ ձեռք չի բերվել հայց բանակցությունված ուժերից։ Գիտեք, ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր այն Su-30 SM բաները, այդ ինքնաթիռները, հետ գնացել էր, բարձացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սանով համարյա
կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հրթիռները, չի առել օդաչուների տրեյնինգի հետ կապված ծառայությունները, բաները, պահեստամասերի սպասարկումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դա, որի ծախսելով հարյուրավոր միլիոն դոլարներ այդ Su-30SM ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերել մետալալում էինք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա, եթե ես ոնց կարող եմ այդ մարդու ասածներին այս բանից հետո վստահել։ Պարոն Զուրաբյան, բանակի մասին, կարծում եք, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը բանակն է շարունակում մնալ, թե օրինակ ինչպես իշխանությունը պնդում խաղաղության պայմանագիրը, իր բանակը ինչ դեմի այսօր։ Հիմա ոչ մի երաշխիք չկա խաղաղության։ Սա ընդամենը նախընտրական զինադադար է, որը Ալիևը կնքել է Հայաստանի հետ, միայն մեկ նպատակով, որ Հայաստանում ամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսինքն իրան պետք է այդ բոլոր ժեստերը լինելու են, ադրբեջանական նավթ, չգիտեմ, էլի ինչ որ բաներ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ գուբերնատորի պաշտոնը Հայաստանում։ Բանակի դերը այսօր։ Հա? Բանակի դերը անվտանգության երաշխիք չի արդյոք բանակը։ Դե հիմա այս հենց այդ եմ ասում, իրականում ոչ մի երաշխիք այսօր գոյություն չունի, ոչ Միացյալ Նահանգներն են այսօր երաշխավոր, իրենք չեն էլ ստանձնել երաշխավորի դեր։ Մյուս կողմից ասում եմ, ստեղծված է աշխարհաքաղաքական մի հատ լարվածություն, որովհետև այդ թրիպով անտեսվում են օրինակի համար Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի շահերը, հետևաբար մենք իրականում ոչ թե ինչ-որ երաշխիքների պայմաններում ենք հայտնվել, այլ հակառակը երաշխիքների բացակայության պայմաններում։ Այդ երաշխիքները պետք է կառուցել, ու այդ երաշխիքներից գլխավորը պետք է լինի այդ ինչ-որ ես ասում եմ, որ մենք կարողանանք նորից վերականգնենք աշխարհաքաղաքական բալանսը։ Մենք այն դաշնակիցներին, որ ունեցել ենք, իդեմս Մինսկի խմբի, նորից ունենանք։ Եվ բանակը պետք է լինի բաղադրիչ երաշխիքների եւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը պետք է լինի բաղադրիչ, ընդ որում բոլորի հետ։ Մենք ասում ենք, մենք չենք մերժում եւ եվրոպական միության հետ համագործակցությունը, մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս process-ների մեջ, բայց մենք հասկանում ենք, որ դա ունի սահմանափակ հնարավորություն։ Կրկին ուզում եի այդ ներքաղաքական քննարկումներից հարցնել։ Տեսեք, բոլորը, գրեթե բոլորը ասում են, որ փորձենք համախմբում ձևավորել ավելի արդյունավետ նպատակային հասնելու համար Փաշինյանի հեռացմանը, բայց ըստ էության մինչև հիմա որևէ համագործակցության ձևաչափ դեռ չկա պաշտոնապես ձևավորված։ Հիմա դուք ձեր քննարկումներից ելնելով ինչ կարող եք ասել, եթե ընդդիմադիր դաշտում գլխավոր խնդիրը ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ ինչի շուրջ չի ստացվում քաղաքական ուժերին գալ համաձայնության, ծրագրային խնդիրներ են, գաղափարական հարցեր են, ներանձնային խնդիրներն են, այսպես որ փորձեք ընդհանուր գծերով տալ այդ պատկերը, ինչն է գլխավոր խոչընդոտը։ Դուք գիտեք, շատ վատ բան եք ինձ առաջարկում, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ, մեղքեր բաշխել, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի թեկնածու։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում հերքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց կարող է չլինի։ Ձեր բանակցությունները։ Բայց մենք ասում եմ, չնայած մենք շատ վճռական ենք, որ կոնկրետ այս հենց իմ թեկնածությամբ էլ գնանք եւ կռվենք մեր տեսակետների հաղթանակի համար, բայց մենք նաեւ այդ ճկունությունը պահպանում ենք, որ եթե ինչ որ
իմաստալից, բովանդակալից միավորում առաջարկվի կամ մենք կարողանանք համոզել մարդկանց, մենք կարող ենք գնալ նաև կոմպրոմիսային վարչապետի, կոմպրոմիսային ծրագրի ստեղծման ուղղությամբ։ Դաշտում եղած տեխնացուներից ամենաընդունելին այս պահին դուք ում եք համարում, որ կարող եք միասնական դիրքերից հանդես գալ։ Գիտեք, ես ընդունելի հիմա տեխնացուներից չեմ խոսի, ես կարող եմ մի բան ասել, որ ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ, հա, բանը, Կարապետյանից քաղաքական ուժն է, հա, իհարկե բանակցում ենք։ Ինչ արդյունք այս բանը։ Բայց եթե ես ասեցի, Դուք գիտեք ով է վարչապետի տեխնացուն իրենց։ Ես իրանք կներեք, իրենք Կհայտարարեն, ասել են, որ կա հայտարարեն։ Ես ձեր շպիոնը չեմ։ Նարեկյանի տեխնատությունը որպես վարչապետ, Ստեյցյանի տեխնատությունն է կապված թե հայտարարել։ Չէ, ուզում ասեմ, ես հետևյալն եմ ուզում ասել, որ իրանք հիմա ունեն այդ հնարավորությունը ստեղծել համազգային լուրջ քաղաքական համախմբում։ Իրանք սա կախված, իրենք այդ աստեղային ժամի հնարավորությունը ունեն։ Իրանք սա կախված, իրենք իրենց աստեղային ժամը կստանան, թե բաց կթողեն։ Բայց մեր կողմից կա ճկուն պատրաստակամություն, ինչ որ մի միասնական թիմ ստեղծելու ուղղությամբ։ Հիմա երբ պատասխանեց իմ հարցին, մենակ ձեր ասում եք, որ ամբողջական, այսինքն տարբեր քաղաքական ուժեր հենց դաշինք ձևավորեն, ֆորմալ դաշինք լինի մեր ձևովի քաղաքական ուժի շուրջ, չէ՞։ Մեծ ցուցակ ձևավորվի, դա եք ասում, որ իրենց շուրջ ստեղծեն լայն համախմբում։ Այսինքն կոնկրետ ուժերի հետ միավորվեն եւ այդպես գնալ։ Ես խոսում եմ լայն համախմբման մասին։ Քաղաքական ուժերը, որոնք ասենք իրատեսական են, ռացիոնալ մտածողություն ունեն, կիսում են նաև այդ մեր ծրագրերը, օրինակի համար Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ, իրական խաղաղություն բերելու ուղղությամբ, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Եթե այդ ուժերը միասին կազմեն մի համախմբում եւ այո, բնականաբար մի ցուցակով գնան ընտրությունների, բայց իհարկե դրա մասին է։ Այդ լիդերների մասին հարցին չպատասխանեցիք։ Ինչ հարց։ ամենաընդունելին հիմա դաշտում եղած տեխնացուներից պատասխանում եք Կարապետյանից մասին խոսեցիք, բայց շարունակում։ Չէ, ես իրանք էլ դեռ չեն հայտարարել իրենց լիդերները ով են, չէ։ Լավ, ովքեր կան հիմա դաշտում, Ես ընդհանրապես խոսում եմ ուժերի մասին։ Ձեր շուրջ կհամախմբվի ներկայումս ընդդիմադիր դաշտից հանդես եկող։ Լսեք, ես գեղեցկության կոնկուրսի բան ժյուրի անդամ չեմ, որ հիմա ասեմ ով է ավելի համակրելի կամ ոչ համակրելի։ Մեր համար կարևորը այնպեսի գործիքներ ստեղծենք, որ կարողանանք երկրում ինչ-որ բան փոխենք դեպի լավը, դրենք ճիշտ ռելսի վրա մեր երկիրը։ Ընդհանրապես սա է։ Ինչ է հիմա այս մեկը ավելի է դուր գալով չի։ Հովհաննիսյանը մեծ այդ զրույցում այդ Եռաբեդոսի գրական պանթեոնում նշում է, որ աջ ու ձախ վարչապետի տեխնացուներ հայտարարելու process չի սա եւ որ այո նաեւ պետք է միասնական մեկ դիրքերից հանդես։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, քանի որ դուք նաեւ չեք բացառում դա, ձեր անձի շուրջ այս դաշտում եղած ընդդիմադիր ուժերը ըստ ձեզ կհամախմբեն կամ ձեր քննարկումները, որոնք այս ընթացքում եղել են, դուք ինչ եզրահանգման եք գալիս։ Ես հենց նոր ձեզ ասացի, որ դուք իզուր տեղը ջանքեր եք գործադրում, հիմա էներգիա եք ծախսում, փորձելով խորանալ հարցերի մեջ, որոնց մասին ես չեմ խոսելու։ Լավ, պարոն Իզուր տեղը մի բան արեք։ Դրանք հարցեր են, որոնց այո պատասխաններ տրվեն։ Ոչինչ, Առողջությանը վնաս կտակ, պետք չի։ Օրինակ իրենք նաև Էդմոն Մարուքյանի հետ կարծես թե չէին բացառում համագործակցությունը, դուք կհամախմբեք ընդհանուր օրինակ Կարապետյանները, Մարուքյանը։ Հիմա մենք պետք է նստենք, որոշենք, թե Էդմոն Մարուքյանի հետ համախմբում ենք, թե չենք համախմբում։ Կարծում եք դա այսօրվա քաղաքականության, Հայաստանի քաղաքականության ամենակարևոր հարցն է։ Ես չեմ կարծում։ Շնորհակալ